Այս կառույցը, որի մեջքի ետևում է, ունի անելիք։ Այո, ինչպես ճիշտ նշվեց, նրանք անում են հայտարարություններ, ասելով մեզ, թե տեղյակ են, գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում նայում են։ Ես ասում եմ, այլևս նայելու ժամանակ չկա։ Ասվեց, որ այո, միջազգային կառույցները արագ չեն գործում։ Արագն ինչքան է, 20 թվականից այս կողմ, 4 տարին, արագության որ չափման մեջ է տեղավորվում, որ գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում։ Փակ, գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն, ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին տեղում նախ այդ մարդկանց տարել այնտեղ, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի համար, այնինչ այս իշխանությունները դադարեցրել են տարածքային ամբողջականության մասին վեճ ու այդ մարդկանց էլ հետը հանցագործ։ Բայց սա թողնելով մի կողմ, այս դատավարությունները փակ են, գաղտնի, ումից են գաղտնի։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս Ադրբեջանի ներքին գործը։ Ինչ են ուզում մեր գերիները, ընդամենը մի բան, այս կառույցներից, ովքեր լուր հետևել ու հասկացել են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որպեսզի դա չլինի փակ, որպեսզի լինի կողմ, որը կասի կպատմի աշխարհին, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ ֆարս է կատարվում այնտեղ, ինչ շինծու հատորներով մեղադրանք է ներկայացվում իրենց ազգի, իրենք ծնված հողում ապրելու համար պայքարած մարդկանց վրա։ Ահա սա է իրենց ցանկությունը։ Եթե այդքան արդար է ադրբեջանական դատավարությունը, ումից են վախենում։ Դե բացեք միջազգային լրատվամիջոցների համար, դե բացեք այս կառույցի, ՄԱԿ կառույցի մասնակցության համար։ Նրանք ունեն, այո, ինչպես մանրամասն նկարագրվեց, մանդատ, իրավունք եւ պարտականություն ու պարտավորություն այնտեղ ներկա գտնվելու։ Բայց դուք գիտեք ինչ է կատարվում։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ։ ՄԱԿ-ին, այսինքն աշխարհին թույլ չտալ, անել այն, ինչ իր մանդատի մեջ է, անել այն, ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, որ կարվի։ Նա ոչ միայն իր ստորագրությունը, այլ աշխարհի ստորագրությունն է ճղել գցել մի կողմ։ Կան մեխանիզմներ, կան գործողություններ, որոնք որ պետք է ձեռնարկվեն ապահովելու համար առնվազն ուրեմն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական իրավիճակը, պահման պայմանները եւ իհարկե վերջ դնելու է դատական ֆարսին եւ անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք։ Խոսքը սկսվեց նրանից, որ Արցախի ժողովուրդը պայքարել է ինքնորոշման համար։ Գիտեք, նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած ապստամբած ժողովուրդները ունեն այդ իրավունքը եւ որևէ ձևով դրանում որևէ հանցագործություն չկա։ Եվ այսօր Բաքվում գտնվող անձին իհարկե հենց դրա համար են գտնվում այնտեղ, այսինքն մարդիկ, ովքեր որ պայքարել են ինքնորոշման համար, որոնք որ կանգնել են այդ ինքնորոշման դիրքերում եւ Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, այսօր գտնվում են անազատության մեջ պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ այն կառույցները, այդ միավորված ազգերի կազմակերպությունը, որ իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որևէ գործողություն չի ձեռնարկում այս հանցագործությունները, ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար։ Մենք խոսել ենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը անդրադարձել է այս հարցին։ Այսինքն սա մեզ ինչ է տալիս։ Սա մեզ տալիս է ուղերձ, որ տեղյակ է։ Այսինքն ասել, որ տեղյակ չէինք, թե ինչ է կատարվում կամ չէինք հետևում, արդեն իսկ չենք կարող։ Ֆիքսվել է, որ տեղյակ են եւ արդեն պետք է կատարել գործողություններ, որոնք որ
կնպաստեն այդ իրավիճակի կարգավորմանը։ Իսկ այդ գործողությունները բազմաթիվ են ՄԱԿ-ի շրջանակներում, պատվիրակությունների ուղարկում, մշտադիտարկման իրականացում, պրոցեսի նկատմամբ վերահսկողության սահմանում, ընդ որում ոչ մի կառույց, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ, չէ ոչ թե մի կառույցի կողմից, այլ տարբեր կառույցներ ունեն որոշակի լիազորություններ այս հարցում։ Եվ մեր խնդրանքը, պահանջը այսօր այստեղ հավաքվածներից հենց կայանում է դրանում, որպեսզի օր առաջ շոշափելի եւ գործնական քայլեր ձեռնարկվեն աշխարհում խաղաղության եւ անվտանգության համար ստեղծված միավորված ազգերի կազմակերպության կողմից, որի հիմնարար սկզբունքներից են հենց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Սկսած փետրվարի 28-ին արտգործնախարարության, կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեր ակցիաները բավականին մեծ արձագանք են ստացել, եւ սա շատ կարեւոր է, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար, եւ սպասում են նրանց վերադարձին, որ Հայաստանի Հանրապետությունը դա հայ ժողովուրդն է, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը։ Այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջալուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց, սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գերիների անապահ ազատում, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված եւ 3 ընդունված բանաձևը, որը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանյան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրաված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում եւ պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին Բաքվում գտնվող այցելել գերիներին եւ դատավարությանը։ Այս ամենը հանրության, պահանջատիրության եւ պայքարի արդյունքում է, եւ սա շատ կարեւոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը, եւ այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով մենք ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորությունների եւ այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաեւ ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է, այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով, չունենալով որևիցե այլ տեղեկատվություն, թե ինչպես մեր գերիները, այնպես էլ վկաները ինչ ցուցմունքներ են տալիս, եւ Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաեւ ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարեւոր է միջազգային հանրության ներկայությունը այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաեւ առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այժմ խոսքը կտամ Սուզաննա Ավետիսյանին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի եւս մեկ անգամ ու այսուհետ անընդհատ բարձրաձայնենք այն հայերի, մեր հայրենակիցների մասին, ովքեր այժմ գտնվում են Բաքվի բանտերում եւ կեղծ մեղադրանքներով դատապարտվում են դիկտատոր Ալիևի քմահաճույքի ներքո։ Իսկ ողջ աշխարհը լուռ է դրա հանդեպ։ Միջազգային կազմակերպությունները նոր են սկսում արձագանքել, այնինչ արդեն 500 օր եւ ավել մեր հայրենակիցները այնտեղ ենթարկվում են խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատվում են եւ ոչ թե դատվում են նրանք որպես անձինք, այլ դատվում է հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կոնկրետ պահանջներով։ Թե ՄԱԿ-ը որպես կազմակերպություն երբ հիմնադրվել է, նրա գլխավոր առաքելություններից մեկը եղել է խաղաղության եւ մարդասիրական իրավունքի հաստատմանը աշխարհում։ Մենք անդամակցել ենք հենց այդ նպատակով, ինչպես երևի թե Ադրբեջանը նույնպես։ Եղել է պատմության մեջ դեպքեր, երբ ՄԱԿ-ի գրասենյակը գերիների հետ կապված մարդու իրավունքների
առհասարակ գերիների խոշտանգումների հետ կապված տարբեր մանդատով գործողությունների է դիմել։ Ինչպես օրինակ 1950-ական թվականներից սկսած Կորեական պատերազմից հետո 2015 թվականին Եմենի գերիների փոխանակման հարցում եւ վերջերս նաեւ ռուս-ուկրաինական պատերազմից հետո գերիների փոխանակման հարցում մեծ գործ է ունեցել։ Իսկ ինչու է հիմա ՄԱԿ-ի գրասենյակը լռում Բաքվում եւ առհասարակ ականջալուր չէ մեր այն հորդորներին, որ մեր հայրենակիցները կեղծ դատվում են Բաքվի բանտերում, որովհետեւ մենք Հայաստանում լուռ ենք։